Բայց քաղաքական խոսքը լսենք, որ Կարծում եմ այս խոսքից տեսնում եք, որ ոչ մի բան մոռացված չի եւ չի մոռացվելու երբեք։ Պարոն նախագահ, ժողովուրդը իր կարծիքը ուղղակի ցեղասպանության փաստի նկատմամբ արտահայտում է այսպիսի խոսքով եւ ոչ մի կառավարություն, ոչ մի քաղաքական գործիչ, ոչ մի կուսակցություն չի կարող ուղղակի այս ամենը փակել կամ մոռացության մատնել։ Այսքանը։ Ասում են սա օրացման գործընթաց է։ Ամեն ինչ մոռացության են տալիս։ Երեկվա Թուրքիայի դրոշ հայրելը քննադատեցին, բայց Ստեփանակերտում հայկական եկեղեցի քանդելու վերաբերել ոչ մի բան չասացին։ Սրա վերաբերել դուք ինչ կասեք։ Սենց խառը հարց է քաղաքականություն եւ ցեղասպանության օրվա հետ կապված։ Այո, չէ, ուղղակի այսօր սենց չի ցանկանում, բայց նույն կրկնակի ստանդարտներն են, որը այսօր ուղղակի առօրյա է դարել քաղաքականության մեջ։ Հնարավոր է ամեն ինչը հնարավոր է Թուրքիայի պահանջով ցեղասպանության Չեմ կարծում որևէ մեկը չեմ կարծում որևէ մեկը ի վիճակի է դա անել։ Իդեպ Ադրբեջանի ԱԳՆ-ն պահանջել էր պատժել Թուրքիայի դրոշ վառածներին։ Պատժի Փաշինյանը։ Թուրքիան ԱԳՆ չունի։ Դե հիմա Ադրբեջանը որոշել լավություն անի Թուրքիային ինքը ավելի հեշտ։ Հիմա նայեք, ես ընդհանրապես որևէ երկրի դրոշ վառելու կողմնակից չեմ, բայց սա ընդունված քաղաքականության մեջ եւ աշխարհում ընդհանրապես ընդունված բողոքելու տարբերակ է։ Եթե կա երկիր, որի քաղաքականությունը որևէ մեկ այլ երկրի ժողովրդի ցավ է պատճառում, ապա սա բողոքի արտահայտման ձև է։ Խորհրդակցել է այդ մասին, որտեղ տարիներ շարունակ է արել ձեր նախագահության օրոք եւս։ Դուք իրոք մտածում եք, թե սենց գալիս ենք ինչ որ բան են գրում եւ այլն, իհարկե իրենց միջոցառումն է արել են շատ կազմակերպված միջոցառումներ։ Այո։ Ես ուղղակի երևույթի նկատմամբ ասացի, մասնական վերաբերմունքը, բայց սենց ըմբռնում եմ նաև մոտենամ նման կարգի դրսևորումները։ Ձեր շանսերը ինչպես է գնահատում եւ եթե այս անգամ էլ հիմա մենք արդեն անցանք ուրիշ թեմաների։ Դուք բազմաթիվ առիթներ եք ունենալու նման կարգի հարցեր տալ։ Ես անձամբ չեմ ունենում։ Շնորհիվ ձեր գրասենյակի ղեկավարի։ Ես ամեն օր հանդիպումներ եմ ունենում եւ դուք ի վիճակի եք, մենք նախորդ հայտարարում ենք դրա մասին, դուք ի վիճակի եք։ Ձեր ընտրողաբար են վերաբերել։ 111-րդ տարելիցն է, բայց Թուրքիան շարունակում է ժխտել այս փաստը, որն է պատճառը ըստ Հայաստանի բոլոր ժամանակների իշխանություններն են թերացել, թե Թուրքիան է համառորեն առաջ շարժվում։ Նայեք, սա նորություն չի, որ Թուրքիան ժխտում է եւ շարունակելու է ժխտել։ Ես չեմ տեսնում, որ Թուրքիան իր քաղաքականությունը փոխելու է։ Եվ այդ տեսանկյունից դա չի նշանակում, որ մենք պետք է հարմարվենք Թուրքիայի այսպես մոտեցմանը։ Մենք մեր ճշմարտությունը ունենք, սա ճանաչված փաստ է եւ տվյալ դեպքում մենք չպետք է հետ քաշվենք միայն նրա համար, որ Թուրքիան դա չի ունի։ Մի քիչ բարձր է։ Ուղղակի հետեւողական պետք է լինենք։ Հիմա որն է պատճառը, որ շարունակում է ժխտել։ Իմ նախագահության օրոք բազմաթիվ երկրներ ճանաչել են ցեղասպանության փաստը։ Եվ եթե Հայաստանի կառավարությունը, Հայաստանի իշխանությունները շարունակեն այս գործը, ի վերջո կգանք մի հանգրվանի, որ ցեղասպանության փաստը ժխտել անիմաստ կդառնար նաև Թուրքիայի համար։ Բայց եթե ասենց կողնում ես մի գործընթացը, փորձում ես հետ պտտացնել, իհարկե սա խնդիրներ ստեղծում նաև ճանաչման։ Թուրքիայի հետ հարաբերությունների հաստատումը պատկերացնում է առանց նախապայմանների գործիք դարձնել։ Փաշինյանը ասում է Արարատին մի նայեք։ Այդ պետք է ուրիշ ձևի դասավորեիք այս ստանդափը։ Հիմա նայում ենք, խախտում ենք։ Բան Քոչարյան, տեսեք, դուք ասում եք հնչեցրել եմ արդյոք ասում եմ միջազգային դերակատարների գործիք էին տարիներ շարունակ սարքել, հիմա մենք չպետք է թույլ տանք, որ այդպես լինի։ Լավ չհասկացա։ Ասում է, որ ցեղասպանության հարցը տարիներ շարունակ միջազգային դերակատարների համար գործիք է դարձել, հիմա մենք չպետք է դա թույլ տանք։ Ես ուղղակի խորհուրդ կտայի այդ հարցը ուղղել Փաշինյանին։ Պարոն Քոչարյան, այնքան բաներ ասում, որի տրամաբանությունը ուղղակի ինձ համար անհասկանալի է եւ մի քիչ լավ չեմ պատկերացնում այդ մարդու այսպես
հիմնավորումների կամ մոտիվացիաների, շարժարիտների ամբողջ այս շղթան ոնց է աշխատում։ Պարոն Քոչարյան, տեսեք, ասում եք մոռացության մատնել հնարավոր չէ։ Իսկ պահանջատիրության վերաբերյալ, օրինակ ձեր դաշինքը հիմա ինչ մոտեցում ունի, եթե իշխանության գաք, ինչ եք անելու, ձեր քաղաքականությունը ինչպես է։ Մեր ծրագրում հստակ արձանագրված է, որ մենք ճանաչման ուղղված ջանքեր են գործադրելու եւ այդ փորձը ունենք։ Ճանաչման թե պահանջատիրության։ Չէ, պահանջատիրությունը խնդրայրուց է իսկապես եւ տվյալ դեպքում մենք չպետք է անցնենք, այսպես հատենք մի գիծ, որը առաջինը իրատեսական չի, երկրորդը խնդիրներ է առաջացնում։ Շատ պրագմատիկ մոտեցում ենք պետք է ունենանք։ Մենք հասկանում ենք, որ սա մի փաստ է, որը շղթել հնարավոր չի, բայց որի մոռանալ ուղղակի եւս հնարավոր չի մեր ժողովրդին։ Եթե այսօր Փաշինյանի ուղերձի հիմնական կետերը լսենք, ըստ էության շատ չեն տարբերում ձեր ու նրա թեզերը, միայն դուք նաեւ ճանաչման հարցն եք առաջնորդում։ Իրոք Դե էլի ասում են պահանջատիրության հարց։ Ուրեմն կամ մեր թեզերը չեք լավ։ Չէ, ասում են լավ անցալել կամ վարշապետի թեզերը չեք լավ անցալել, բայց ոչ եզրեր չկա մոտեցումները։ Պարոն Քոչարյան, ինչու երեք հայտարարեցիք, որ փոշմանել եք, որ Սերժ Սարգսյանն եք փոխանցել իշխանությունը։ Այդ հնարավորությունը դուք ունենալու եք։ Հասկանում եմ, դուք որպես լրագրող ասենց համառ եք։ Ես էլ որպես եւս անձ եւ նախին նախագահ եւս։ Լավ, երևի սրանով եզրափակենք։ Թուրքիայի հարաբերությունները հաստատել առանց նախապայմանների։ Ինչպես նաեւ խաղաղություն։ Միշտ այդպես է եղել մեր քաղաքական մոտեցումը առանց նախապայմանների։ Եվ ես իդեպ կարող եմ հիշեցնել մի ժամանակաշրջան, երբ հենց Էրդողանի ուսակցությունը հաղթեց ընտրություններում Արդոս նախարարը դառավ Աբդուլլա Գյուլը եւ այն ժամանակ իրենք հենց հայտարարեցին հրապարակային չէր այդ հայտարարությունը, բայց Վարդան Օսկանյանի հետ հանդիպման ժամանակ ուղղակի ասաց, որ առանց նախապայմանների պատրաստ են կարգավորել հարաբերությունները Հայաստանի հետ։ Ես գրքում միջալուց նկարագրել եմ այդ ամենը։ Ես չեմ հավատացել, բայց շարունակել ենք բանակցել, 2-3 ամիս հետո ասացին ոնց որ այդքան էլ հեշտ չի, եւս մի 2-3 ամիս հետո վերադարձել ենք նույն կետին։ Ես եթե ծանոթ չեք այդ ժամանակահատվածին, ես խորհուրդ կտայի ուղղակի նայել, բավական հետաքրքիր էր։ Ամենից մեծ ազդեցությունը Թուրքիայի քաղաքականության վրա իսկապես ունի Ադրբեջանը այդ տեսանկյունից։ Թուրքիան մի օր կընդունի հայոց ցեղասպանության փաստը։ Եթե հետևողական ակտիվ աշխատենք, ես այդ հնարավորությունը տեսնում եմ։ Հետևողական աշխատանքների մեջ մտնում է օրինակ միջոցառումների կազմակերպումը, օրինակ այսօր բավարարվել են եւ նախորդ տարիներն միայն այցելելով եւ վերջ, սակայն հիշում եք տարիներ, երբ որ ոչ միայն պաշտոնյա պարզապես, այլ երկրի ղեկավարների մասշտաբով են, գալիս Հայաստան հենց ցեղասպանության այս տարի։ Նայեք, պետությունը պետք է այդ պարտավորությունը ստանձնի։ Եթե պետական կառույցներով հետևողական աշխատանք չկատարես, ուղղակի ոչինչ բանի չես ասնելու։ Հիմա պետությունը հետ է քաշում այս հարցից։ Ճիշտ այնպես, ինչպես հետ քաշվեցին Արցախի պաշտպանելու հարցից։ Եվ մենք տեսանք, թե արդյունքը ինչպեսին էր։ Այս հարցը ուզում է համբերություն, հետևողական աշխատանք եւ իմ առաջարկը ասենց ագրեսիվ աշխատանքի մասին չի, դիվանագիտական, հետևողական, բոլոր հնարավոր լծակները օգտագործելով, բայց առանց լրացուցիչ թշնամանքի ավելացման։ Սա է ճիշտ ճանապարհը։ Հատկապես մենք գործ ունենք մի մեծ հարևան երկրի հետ, որի հետ հարաբերությունները նաև ցանկանում ենք վերականգնել եւ բանակցում ենք այդ ուղղությամբ բավական ակտիվ ժամանակին։ Այդքանը երևի շնորհակալություն ձեզ։ Դե լավ, շնորհակալություն ձեզ, շնորհակալություն։ Ստես որ կողմով։ Ստեսություն առաջիկայում ասուլիս կտակ։ Ես այնպեսի ժամանակաշրջանում ենք, որ շփվելու հնարավորություն շատ ենք ունենալու։ Մի հանրստացի։ Ձեր թիմակից են ղեկավար են վերաբերվում։
Ընտրողական վերաբերյալ